Այսինքն ինքը ֆիզիկապես վնասվել է, հետո այդ մարդիկ դարձել են կազմակերպիչներ եւ այլն եւ այլն։ Ոնց արդյունքն է դիպուկահարը իրեն հատուկ այդ ընթացքում բերել են դրա համար թե ինքը ինչ-որ միտեղ ծառայում է։ Ինքը ծառայող է եղել։ Ոչ կարող բանակի չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել։ Դե հակամ հայ պետք է լինի իրավաբաններին էլի այդ հարցերը ուղղեք։ Ես կարող եմ մի բան սխալ գիտեմ ինֆորմացիա, ես դրա համար էի հարցը տալիս, ինձ համար ավելի հստակ բարձաբանում ստանալու համար։ Ստացեք հստակ բարձաբանում ես համար Ոչ, ստացա, ուստի խնդրում եմ դուք էլ հետևողական եղեք կամ եթե քննությունը թույլ կտա կհասնի այն փուլին, որ հնարավոր կլինի անունները հրապարակել կամ ասել անձի ազգությունը ով է, ինչ է, որտեղ է ծառայել, թող իրավաբանները ասեն։ Իշխանությունը կստես մարտի 1-ը բացահայտված է, թե ոչի, ովքեր։ Ինձ համար այո։ Ովքեր են մեղավորները։ Իմ ներքին համոզմամբ այո բացահայտված է։ Ես չեմ կարող իմ համոզմունքը արտահայտել հիմա հրապարակային, բայց մոտավորապես պարզ է ովքեր են կազմակերպել, ոնց են կազմակերպել, ոնց են բանակը ներգրավել, ոնց են այդ սադրանքները կազմակերպել, խանութների թալանը, իրենց խմբերի միջոցով։ Որտեղ են կրում պատիժը։ Փաստացի չեն կրում։ Անուններ հնչեցին, որ հետախուզման մեջ են բացակայում են Հայաստանի Հանրապետությունից, մարդիկ կան, որ մահացել են էլի կասկածելի հանգամանքներում ինքնասպան են եղել։ Հիմա Ռոբերտ Քոչարյանն է Ռոբերտ Քոչարյանին ով չի մեղադրում։ Իր իշխանության օրոք է եղել, այսինքն ով է անմիջական պատասխանատվությունը կրում։ Այդ 0038, եթե չեմ սխալվում, հրաման կա, դրա մասին էլ խոսվեց։ Ով է արձակել այդ հրամանը։ Գլխավոր շտաբի պետը։ Ում է անմիջական ենթարկում գլխավոր շտաբի պետը։ Հաստատ ոչ Նիկոլ Փաշինյանին։ Դուք մարտի 1-ի մասնակցել եք։ Այո։ Բայց բավականին երիտասարդական տարեկան եք եղել։ 38 եմ հիմա, այն ժամանակ 20-21 տարեկան եմ։ Չէ։ Պարոն Սարգսյանն տեղյակ եք, որ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է։ Ով է բոյկոտել։ Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է խորհրդարանական։ Ինչ եք սպասում։ Եվ մասնավորապես Հայաստան խմբակցությունը հայտարարել է, որ նման խայտառակ թատրոնի չի մասնակցել։ Ձեր գնահատականը հայտարարության։ Դե եթե Մայր Հայաստանը, որ ասեցիք, համարում են Հայաստան, հա, լավ, դե նույնն է, ինչ տարբերություն, մեծ հաշվով։ Եթե իրենք մեր 10 հայրենակիցների Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գնդակահարությունը, սպանությունը համարում են թատրոն, ինչ ասեմ, իրենց որակումների մեջ թող մի քիչ զուսպ լինեն։ Վերջի այսքան տարի անցել մեղավորները չեն պատժվել եւ հարազատները դեռևս ոնց որ իրենց հոգու հանգստությանը չեն հասել։ Պարոն Սարգսյան, ամեն դեպքում մեծ հետաքրքրություն է գործի հետ կապված, ինչու է պայմանավորված, շատերը մեկնաբանում են, որ ընտրություններից առաջ փորձում եք այս հարցը բարձրացնել անընդհատ, որպեսզի մարդկանց նաև կրկին վստահություն ներշնչեք, որ գործը ամբողջապես բացահայտվելու է, մեղավորները պատժվելու են եւ այս ամենը օգտագործում է, այսպես ասած, իշխանության կողմից։ Որովհետև նաև այո, քարոզչական նպատակով, որովհետև նաև արտաշիրման մասին խոսվեց Պողոս Պողոսյանի։ Ինչու է այսքան կարևոր է 7 տարի իշխանություններ եւ հիմա նոր այս հարցը կրկին օրակարգ է բերվում։ Դուք հիմա այդ հարցը ինչ լուրջ եք տալիս։ Այո, Միեդի վճիռը չի պատճառ այսօրվա մեր հավաքվելու։ Երևի մենք ենք, չէ՞, Միեդին ասել 25 թվականի սեպտեմբերի 18-ին վճիռ կկայացնենք։ Երևի մեզ են, չէ՞ լսում։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները երևի պատվիրում է Միեդն էլ վճիռն է, չէ՞ կայացնում։ Սա է ամբողջ պատճառը, Միեդի վճիռը։ 2 ամիս անց, ուղիղ 2 ամիս առաջ եղել այդ վճիռը։ Մենք այսօր այս լսումները դրա մասին են։ Բայց ամեն դեպքում Հայաստան խմբակցությունն ասում է, որ ապացույցներ չի ներկայացվել կառավարության։ Չեմ մեկնաբանում իրենց կարծիքը եւ հայտարարությունները։ Օրակարգի վերաբերելի հարց, պարոն Սարգսյան։ Ներողություն, էլի ես պետքա հարց տամ։ Ավելի ճիշտ ելույթ պետքա ունենամ, ձեզ էլ խնդրեմ տեղի ունեցած ընտրությունների արդյունքներն ինչպես կգնահատեք, եթե մի քիչ թույլ էր 57-6-ը, մենք ավելի շատ բարձր արդյունք էինք սպասում, իհարկե, եւ 60-ից ավել պետքա Արգիշտի Մեխակյանը իր թիմով հաստատ հավաքեր։
բայց սա էլ ոչինչ այս դիմության ստացած տոկոսները ձեզ համար սպասելի։ 50+1-ը արդեն ջախջախի, չէ՞, եթե մի անձնյա համայնքային ներդրած համակարգով է։ Պարոն Սարգսյան, նայած քո դիմաց ովքեր են, հակառակորդներդ ովքեր են եւ ուժերի ինչքան բաշխում կա քո դիմաց ու ինչ են փորձում անել, այսինքն իրենց մտքին է ինչ է Գյումրիի սցենարը կրկնել, եթե չի կրկնվում այս սցենարը, միանշանակ դա ջախջախիչ պարտություն է ընդդիմության համար։ Պարոն Սարգսյան, դուք էլի եք շարունակում ինքներդ ձեզ պարգևավճար դուրս գրել, որովհետև նախորդ Շատ լավ հարց տվեցիք, էդ էլ պատասխանեմ։ Պարոն Կիրակոսյան, տեսեք, պարգևավճար ես ինքս ինձ իրավունք չունեմ տալ։ Դա ինձ տրվում է ավականու որոշում։ Դուք կողմ եք քվեարկել այդ որոշմանը։ Ես ավականու անդամ եմ։ Հա ինքներդ ձեզ պարգևավճար։ Եթե հարցը բերվել է օրակարգ, ես կարող եմ իմ դիրքորոշումը պարզ արտահայտել։ Այսինքն ես դեմ լինեի, իմ ֆրակցիան պետքա կողմ լիներ, եթե պետքա դեմ լինեի, կասեի ես հարցը չենք բերում օրակարգ։ Հարգելի ավականու անդամներ, այսինքն մենք մեզ հո ձեռք չենք առնում, հարցը բերենք, այո, որովհետև աշխատակազմը իրավունք ունի իմ կողմից պարգևավճար ստանալ, իմ որոշմամբ Երամսյակը 1, Իսամյակը 1, ըստ կատարողականների, ըստ արդյունքների։ Այսինքն մարդիկ ստանում են 100, երբեմն 100 եւ ավել տոկոս տարվա ընթացքում համայնքի ղեկավարը, որը տիրապետում է, հիմա դրան են պատասխանում։ Ես չեմ գնահատում իմ աշխատանքը, եթե իմ ավականին ընտրված մարմինը դեմ լիներ, իմ աշխատանքը չգնահատեր, դեմ կքվեարկեն եւ ես չէի ստանա։ Դե ավականին ձեր ենթականներն են, ինչ էիք ակնկալում, որ Ավականնում ենթական է։ ՔՊ ավականու մասին չի ավական։ Տենց լավ չի ասեք, падգամավորները ինչ որ մեկի ենթական են։ Նույնն ընտրված մարմինը։ Ձեր թիմակիցները Ես էլ եմ ավականու անդամ։ Իմ հավասարազոր գործընկերներն են ավականները։ Իմ ավական, ո՞նց են իմ ենթակաները։ Իմ ենթականները ուղիղ իմ կողմից նշանակված կադրերն են։ Ում ես անձամբ նշանակում, ես իրենց չեմ նշանակել, իրենք ընտրվել են։ Այնուհանդերձ դուք կարծում եք, որ ձեր աշխատանքը լավ էի կարել, որ արժանի էիք 100%։ Ես չեմ գնահատում, կարող եք գալ վեդիում հարցում անել, իմ աշխատանքը դրական է գնահատվում մեր բնակիչների կողմից, թե բացասական։ Խնդրում եմ, մի օր եկեք համեցեք հարցում անել։ Մասնակցությունը շատ բարձր էր, շատ լավ էր, արդյունքներն էլ գոհացուցիչ էին, բայց կարող էր ավելի լավ լիներ, միշտ ավելի շատ լավ աշխատելու տեղ կա։ Լավ չեղավ այդ հարցը։ Այսինքն կարող է ավելի լավ։ Հա, ինչ վատ կլիներ, որ ասենք ունենենք 20, 21, 22 մանդատ։ Հիմա ունենք 19, էլի դժգոհ չենք, գոհենք։ 19 Եվների արդյունքները ամփոփելով Նիկոլ Փաշինյանը Ինձ կտրում եք լսումներ, Ջորջ ջան, ես եկել եմ որ լսումներին մասնակցեն։ Մայրաթորի հետ կապված ինչ պլաններ ունեք, ինչ Այսինքն ես ոչ մի պլաններ չունեմ։ Չէ՞ որ արդեն կանաչ լույսը ունեք այս միացնից ստացել եք այդ կանաչ լույսը որ Վեհարանը իր խոսքով ազատագրեք արդեն։ Չեմ մեկնաբանում, հարգելիներս, ես Վեդի համայնքի ղեկավարն եմ։ Քաղաքական թիմի անդամ եք։ Վեհարանի գրոհելու, ազատագրելու հարցերով չեմ զբաղվում։ Իսկ դեմ Նախ սխալ եմ համարում նման ձևակերպումները, դե հիմա տարբեր ձևակերպումներ վարչապետի ձևակերպումը։ դեմ եք դուք այդ Խնդիր չկա, ազատագրումը Դուք դեմ եք այդ գործընթացի, որ իրականացվում։ Դեմ եմ սրբապիղծներին մաքրելու, հա, Վեհարանից, ոչ իհարկե։ Բա դա ենք հարցնում դուք Վեհարանն են ազատագրում, Վեհարանի դեմ մենք ոչինչ չունենք։ չենք Վեհարանն են գրոհում, ես գրոհելու հետ որևէ խնդիր չունեմ։ ազատագրելու մասին ենք։ Մենք չենք գնալու զենքերով, զորքով։ Խնդրում եմ այլ կերպ մի ձևակերպեք, այլ եզրույթներ մի կպսրեք, էլի։ Դմփույով Իրենք պետքա ինքնակամ հեռանան։ Ինձ թվում է ժամանակը մոտ է։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։